Հայցադիմումը մենք ներկայացրել ենք հուլիսի 20-ին, փետրվարի 1-ին պետք է լիներ դատը հայտնի պատճառով Իշխան Բարսեղյանի հետ դատավորի հետ կապված հետաձգվեց, այդ դատավորի գործը տրվեց եւ այսօր նոր պետք է առաջին նիստը կայանա։ Պահանջը մեր նարիցների պահանջը, ուրեմն այդ պայմանագիրը, որ ստորագրել ենք, այդ վայ պայմանագիր, ինչպես ասում ենք, այդ պահանջի իրավունքի զիջման մասնակի փոփոխությունն է, մասնակի անվարվեж ճանաչելը։ Հասկանում եմ, գտնում են, որ այդ դեպքում ինչու եք ստորագրել, եթե գիտակցել եք, որ հարկավոր չի։ Այո, ստորագրել ենք, որտեղ կարիքից դրդված ենք, բոլորը ստորագրել։ Այդ 2500-2300 հոգին որ կան, ստիպված են ստորագրել, որտեղ այլ ընտրանք չունեն։ Նախ, պահանջը այսպիսին էր, համակարգող խումբը հավաքվեց տնօրենի մոտ, որտեղ ներկային բոլորը, տնօրենի տեղակալներ, այդ խորհրդականներ, մի խոսքով առաջատար մասնագետներ, ասվեց այսպես, կստորագրեք, կստանա գումարը, մայր գումարը, չեք ստորագրի, գնացեք ընկեք դատարանների դռները։ Բնականաբար դուրս եկավ համակարգող խումբը, հայտարարեցին բոլորս ժողովրդին, ինչի արդյունքում ճիշտ է, եղան բղավոցներ, որ ինչի պետք է ստորագրենք, եւ վերջապես, եթե հիշում եք, դրանից առաջ հունիսի 9-ին Երևան Զախարյանը երբ եկավ հրապարակ ու հայտարարեց, որ ամսի 15-ին, այսինքն հուլիսի 15-ին 2015 թվականին դուք կստանաք ձեր գումարները հաստատ, բայց եկավ ամսի 15-ը ոչինչ չկար, ու այս պայմանագիրը բերեցին մեզ ներկայացրեցին, այն էլ ներկայացրեցին էլի ցույցի արդյունքում, երբ գործարանին հարակից փողոցը, Բագրատունյաց փողոցը ժողովուրդը փակեց։ Միայն այդ դեպքում այդ տնօրենը ներկայացավ նախարարությունից վերադարձավ այդ պայմանագիրը ձեռքին ու կայացավ արդեն այդ գործընթացը ինչի մասին տեղյակ եք։ Ինչևէ շատ վատ է, ժողովուրդը այդ ժամանակ գիտակցում էր, որ իրեն հակառակ, իշահերին հակառակ քայլ է անում, բայց ասում եմ, ինչպես հիմա էլ ասում են բոլորը, մեկը հիվանդանոցի խնդիր ուներ, մեկը տուն, մեքենա կորցնելու, ոսկի, որոնք բոլորը ընտանիքի սեփականությունը եւ ամենեքում այդ գույքն են հանդիսանում։ Այդ չեմ ասում հացի խնդիրը, որ բոլորը ունեն, իսկապես ահավոր վիճակում էր ժողովուրդը գտնվում, ինչ խոսք։ Հա, տարբեր խնդիրներ ու ամեն մեկը, որ ասում են լացակումած, բայց ստորագրել են գոնե այդ մայր գումարը այդ բային ստանալու, ինչ որ բան չկորցնելու համար, կամ այդ ասում են ինչի համար եք ստորագրել, ինչ է, այդ կրպակներից, խանութներից փաստաթղթեր բերեն, հա, այդ ցուցակների մեջ որ ներառված են եղել ընտանիքը պահելու համար, հա, սնունդ ձեռք բերելու համար, ինչի մասն է խոսքը, պետք է բացատրություն տանք մի հատ էլ, ինչու ենք մեր աշխատավարձը պահանջել ստանալու։ Մի խոսքով։ Հիմա այսօր առաջին դատական նիստն է այդ տուժտուգանքների։ Այս 3 հոգուն է, այո, առաջին դատական նիստը, բայց նոյեմբերի կեսերին մենք դարձյալ դիմել ենք դատարան, դա արդեն 18 հոգի են դիմել, 18 հոգի են հայց ներկայացրել, այդ դատական նիստը արդեն կայացել է։ Մարտի 2-ին արդեն կայացավ առաջինը, հաջորդը կլինի նույն ամսի 29-ին, հաջորդ դատական նիստը։ Եվ ինչ սպասելիքներ կա, որ արդար դատաքննություն կլինի, ձեր շահերը կպաշտպանեն եւ ի վերջո կհասնեն։ Ես ինչպես միշտ եմ ասել, եւ դատարանի հետ կապված, եւ նախարարության իշխանությունների հետ կապված, մենք կարելի է ասել հույսեր չենք կապում, մենք հիմնականում մեր հույսը մենք ենք մեր համախմբվածությունը, մեր ուժը, այ հիմա էլ որ այսպես հավաքված ենք, համախմբված, ճիշտ է, էլի քիչ ենք, պետք է ավելի շատ ունենք, շատերը, ինչպես դուք հարցրեցիք, այդ մտավախությունը կա, հույսերը կորցրել են, շատերը արդեն վախով կասկածում են արդյոք արժե շարունակել, չէ, արժե շարունակել, այս իշխանությունների հետ պետք է անպայման շարունակաբար պայքարել, ինչպես տեսնում ենք, մենք եթե հասնում ենք մի բանի, ուրեմն հասնում ենք միայն պայքարի արդյունքում, մենք պետք է պայքարենք, պետք է հասնենք մեր ուզածից, մենք անելիք դեռ շատ ունենք։